Բարի ձեզ, բարի լույս, մեծարգո պարոն Հասանով, հարգելի գործընկերներ, Հայաստանի սիրելի քաղաքացիներ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս ընտրությունների կապակցությամբ եւ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր ջանք չխնայեցին, որպեսզի ընտրությունները անցնեն հնարավորինս ազատ, արդար, թափանցիկ, ներառյալ բոլոր պարկեշտ քաղաքական ուժերին, քաղաքացիներին, լրագրողներին, ովքեր ոչ թե հիբրիդային հարձակման գործիք դարձան, այլ պայքարեցին դրա դեմ, դիտորդներին, քաղաքասարակությանը, հատկապես իրավապահ մարմիններին։ Եվ թույլ տվեք օրը սկսել երեկվա օրվա ամփոփմամբ, իսկ երեկվա օրը եթե ամփոփելու լինենք, եթե վերնագիր դնենք երեկվա օրվան, վերնագիրը կլինի հետևյալը. իսկ դու թուրք տեսել ես։ Ճիշտն ասած, սրանից մոտավորապես մի տարի առաջ ավել պակաս, երբ որ շարժում էր ձևավորվել, ուժեղ Հայաստան, չէ, մեր ձևով շարժումը, ով որ ինքն իրեն անվանում էր ապաքաղաքական, բայց հավակնում էր մասնակցել քաղաքական գործընթացներին, ես ինքս ինձ հարց էի տալիս, զարմանում եւ զայրանում էի մեկ-մեկ, թե ինչպես կարող է քաղաքական հավակնություն ունեցող խումբը լինել ապաքաղաքական։ Երեք ես տեսա թե ինչպես։ Մենք հանդիպել ենք ապաքաղաքական խմբակցության ժողովուրդ։ Ես չգիտեմ ոնց արձագանքել են հարցին, թե ոնց որ ով է թուրք տեսել, ով չէ, էլի, եթե քաղաքականության դեպատի ոնց որ հարցը դա է։ Պարոն Ռուբինյանը այստեղ չի, ես հույս ունեմ պարոն Ռուբինյանը ինձ լսում է։ Ես պարոն Ռուբինյանին հարց ունեմ եւ կուզեմ նշի իր մոտ եւ եզրափակիչ ելույթի ժամանակ պատասխանի հետեւյալ հարցին. Արդյոք պարոն Ռուբինյան, դուք արդյոք ուրիշ որևէ ազգի ներկայացուցիչ տեսել եք։ Եվ խնդրում եմ թվել են բոլոր ազգերի ներկայացուցիչներին, որոնց երբևէ տեսել եք։ Եվ բաժանել նրանց երկու խմբի։ Ում եք տեսել հեղափոխությունից առաջ եւ ում եք տեսել հեղափոխությունից հետո։ Ես ուզում եմ, որ մեր ընդդիմադիր քաղաքացիները իրենց ներկայացուցիչների միջոցով նաև իմանան, թե դուք ուրիշ որ ազգերի ազդեցության տակ կարող էիք լինել։ Չեմ ակնկալում, որ դուք կպատմեք, թե օրինակ ձեր տեսած պայմանական ռուսների կանտովկեքը ինչ ձևի էին, բայց գոնե թվարկեք, որովհետև դե ելույթի ժամանակն է քիչ լինելու։ Պարոն Ռուբինյանը ասում է, որ ինքը չի ակնկալում, բայ Հայաստան դաշինք չկա։ Իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել։ Մի օր դիմացան ժողովուրդ, մի օր դիմացան աշխատելուն։ Հույս ունեմ ինչ-որ պահի կգան, որովհետև իրանց ելույթների նույնպես բան ունեմ արձագանքելու եւ առաջարկելու իրականում։ Պարոն Ռուբինյանը ասում է, որ ինքը չի ակնկալում, որ ընդդիմադիրները իրեն կընտրեն։ Ես համաձայն չեմ, պարոն Ռուբինյան, ձեզ հետ, եթե դուք ինձ լսում եք, ես ակնկալում եմ, որ ձեզ կընտրեն, որովհետև ընդդիմադիրները ուրիշ թեկնածու չեն առաջադրել եւ ես կարծում եմ իրենք էլ համաձայն են, որ խորհրդարանում չկա ավելի լավ ազգային ժողովի նախագահի թեկնածու, քան դուք եք։ Հիմա իրանք փոխոսնակի թեկնածու են առաջադրելու եւ առաջարկելու են, որ մենք կընտրենք եւ ես կարծում եմ արդար կլինի, եթե ձեզ ընտրեն, մանավանդ որ Ուժեղ Հայաստան կուսակցությունը մի նոր մշակույթ է բերել, ընտրողներին տրակտոր։ Ես ձեզ ընտրելու եմ, պարոն Ռուբինյան, ես ձեզից տրակտոր չեմ ակնկալում, բայց խնդրում եմ, եթե այդպես է ձևը, ընտրողի ու չընտրողի միջև պետք է տարբերություն լինի, խնդրում եմ ինձ որպես ընտրողի արտոնություններ տալ, օրինակ, երբ որ ժամանակը սպառվի, թույլ տալ ելույթ ունենալ, իսկ ձեզ չընտրողներին ընդհատել կեսից։ Եթե տենց է ձևը, եկեք տենց աշխատենք, ժողովուրդ ջան, իսկ եթե ոչ, ես ակնկալում եմ, որ մեզ կընտրեն այնքան ընդդիմադիր падգամավորներ, ինչքան ընդդիմադիր падգամավորներ ակնկալում են, որ մենք կընտրենք իրանց առաջադրած փոխոսնակին։ Ես կարծում եմ դա կլինի որակյալ եւ այդ երեկվա առաջարկված մշակույթին համապատասխան ազգային ժողով։ Երեք Աննա Գրիգորյանը այստեղ կանգնած մեր վարկանիշի տատանումներից էր խոսում, դուք ասում եք 18-ին վարկանիշ ունեիք, 21-ին չունեիք, հիմա չգիտեմ ունեք թե չունեք։ Ոնց որ ժողովուրդ ջան, ձեր դարդը լացեք։ Մենք մեր վարկանիշը բարձրացրել ենք նախորդ ընտրությունների համեմատ։ Մենք 40,000-ով ավելի ձայն ունենք, դուք 130,000-ով ավելի պակաս ձայն ունեք։ Ոնց որ եկեք ամեն մեկս մի հատ մեր խնդիրների վրա ուշադրություն դարձնենք։ Լևոն Քոչարյանը ասում էր բանա. ԲՀԿ-ից մանդատները գողացակ։
ԲՀԿ-ից մանդատները գողացակ։ Ժողովուրդ ջան, հիշում եք ոնց տեղի ունեցավ դա։ Եթե մի քաղաքական գործիչ կա, ով որ այդ 3 ընտրատեղամասերի ձայները համառորեն գրառումներով, լայվերով պաշտպանում էր, ասում էր ժողովուրդ ջան, այդ մարդիկ ճիշտ է, ուշ են քվեարկել, բայց ազատ են քվեարկել։ Այդ քաղաքական գործիչը մեր կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն է։ Ասում էր եկեք չչեղարկենք։ Չէ, որ չէ, չեղարկեցինք, գնացին սահմանադրական դատարան, ասում են ամբողջ պետությամբ վերաքվեարկություն դրեք։ Ես ձեր բոլորի դիմումները կարդացեմ, ժողովուրդ ջան, ոչ մեկ 3 տեղամասի վերաքվեարկություն չի ուզել։ Բոլորդ ֆիկտիվ եք գնացել սահմանադրական դատարան եւ 3 ամբողջ պետության տարածքով վերաքվեարկություն եք ուզել։ Ինչի՞, սա գիտեք ինչա կոչվում։ Սա կոչվում է օգտագործել ամբողջ գործիքակազմը։ Չեղարկել, սահմանադրական դատարան դիմել ու ոնց որ մենք միակ դերակատարն ենք քաղաքական ուժերից, ով որ ԲՀԿ-ի հետ կապված ոչ մի բան չի ասել, էլի սա չեղարկեք թողնա չան։ Մենք ասենք ժողովուրդ եկեք ընդունենք քվեարկության արդյունքները իգիտություն։ Չէ որ չէ, մենք իգիտություն չենք ընդունում։ Այսինքն գալիս են ասում են դուք ԲՀԿ-ի մանդատները գողացաք։ Ով ումից ինչ գողացավ, ժողովուրդ ջան։ Ով ումից ինչ գողացավ։ Ես ճիշտն ասած մի հարց ունեմ նաև ուժեղ Հայաստան խմբակցությանը։ Ինչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից։ Կարա կեսօրվանից հետ հաշվարկ սկսեք, օրինակ մնաց 1786 օր։ Դից 5 տարի հետո ոնց որ նորից կմոտենաք այդ ձեր զրոյական կետին, որի վերջացրել էր հունիսի 7-ին։ Հրաժարվեց քաղաքացիություններից։ Ինչի օրինակ միայն ընտրյալ ազգի քաղաքացիությունը չի պահում պարոն Կարապետյանը, այլ ասենք մի 4 հատ ուրիշ ազգերի, որոնք ըստ երևույթին, ըստ ձեզ պարոն Կարապետյան ընտրյալ չեն, իրանց քաղաքացիություններն էլ ապահում։ Չնայած ես կարամ վարկած առաջ քաշեմ, գիտեք, ես թվում է Սամվել Կարապետյանը ուզում է այս աշնան մի հատ Ռուսաստանի ընտրություններին մասնակցի։ Ինչի կարելի է 4 հատ պասպորտով Հայաստանի ընտրություններին մասնակցել, իսկ Ռուսաստանի քաղաքական աշխատանքներին չէ։ Եվ մի հատ էլ դեղա ուզում ուժերը փորձի, եւ մնաց քանի օր, մնաց մի տես մի 60-ի կարիքի օր, հա, կարելի է հետ հաշվարկ սկսել մի հատ էլ այնտեղ։ Ես ճիշտն ասած մի հատ կարևոր հարցի վերաբերյալ առաջարկ ունեմ։ Երեք պարոն Գեղամ Մանուկյանը եւ այն մյուս մարդը, որ իր անունը կարդալիս չկանգնեց, որ հիշենք, ժողովուրդ ջան, երբ որ ձեր անուն կարդում են դուք կանգնում եք, մենք փորձում ենք ձեզ հիշել։ Բողոքում էին բանի կապակցությամբ, Թագուհի Թովմասյանի հանձնաժողովից հեռացնելու կապակցությամբ եւ կարծես թե իրանք ստեղ չեն որ հաստատեն, հիմնավորում էին դրանով, որ իրանք հանձնաժողով չեն վերցնել, հանձնաժողովի նախագահություն չեն վերցնելու, ասում էին ինչ արել Թագուհի Թովմասյան, որ իրան հեռացրել եք նախագահությունից, այդ նիստը որ բացեք նայեք, կտեսնեք ինչ արել, հիմնական զեկուցողը Հովիկ Աղազարյանն էր եւ մեր հիմնավորումները, մեր խմբակցության հիմնավորումները էթիկական էին։ Ես ճիշտն ասած, քանի որ ես նախորդ գումարման ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով չկար, իսկ ես գումարման ազգային ժողովում էթիկայի հանձնաժողով կա։ Ես ճիշտն ասած, տենց հրապարակային առաջարկ եմ անում քննարկման, առհասարակ պաշտոնյաների հետ կապված հարցերը քննարկել միայն էթիկայի հանձնաժողովի եզրակացություններից հետո, որտեղ մենք համամասնորեն ներկայացված կլինենք ընդդիմություն իշխանություն, բայց այդտեղ մի հատ շատ բարդ բան է պետք անել, ընդդիմադիրներին պետքա գործի գալ, թե չէ մենք էլի մեծամասնություն կլինենք։ Այդ ոնց որ չգիտեմ հաղթահարելի խոչընդոտ է, թե ոչ։ Պարոն Վարդևանյան, ձեր երեկվա ելույթից ունես տպավորություն, որ սահմանադրական դատարան չեղարկել է ընտրությունների արդյունքները, բայց ոչ չեն ասում, որ տրամադրություններ չընկնի, չէ՞ ժողովուրդ ջան, եթե սահմանադրական դատարանը արձանագրեր, որ կեղծված է ընտրությունների արդյունքները, ոնց որ ուրիշ պրոցեսների մեջ կլինեինք, ոչ թե այսօր ես այստեղ ելույթ կունենայի ձեր առջև եւ մենք ազգային ժողովի նախագահ ընտրելիս կլինեինք։ Պարոն Կարապետյան, ես հույս ունեմ, որ դուք վերջում խմբակցության անունից ելույթ կունենաք, ես ձեզնից երկար ոնց որ ձեր ժամանակը երկար չեմ ուզենա վատնել, ես խնդրում եմ, որ դուք մեկ թիվ ասեք, թե
քանի հայ սակրավոր պետք է զոհվի, որպեսզի ձեր խմբակցությունը իրեն երջանիկ զգա։ Ինչ վերաբերում է պարոն Ռուբինյանին, ես արդեն արձանագրեցի, որ իրեն պատրաստում եմ ընտրել եւ կարծում եմ, որ քանի որ միակ առաջադրված թեկնածունը լավագույն տարբերակն է, ոչ ոք ավելի լավ տարբերակ չի առաջարկել, եթե լիներ կառաջարկեի։ Եվ ես կարծում եմ, որ ճիշտ կլինի ակնկալել, որ ընդդիմությունն էլ ընտրի պարոն Ռուբինյանին այնպես, ինչպես իրանք հեսա ակնկալելու են, որ մենք պետք է ընտրենք իրանց առաջադրած թեկնածուին։ Շնորհակալություն։